Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանի կառուցումը համախմբել է համայն հայությանը։ Գրանդիոզ այս նախագծի շինաշխատանքներին մասնակցելու համար բազմաթիվ կամավորներ Հատիս լեռան գագաթ են բարձրանում։ Ակտիվ աշխատանքներին քաղաքացիների ներգրավվածությունն ամեն օր նոր թափ է առնում։ Հայաստանի հեռու ու մոտ քաղաքների, Արցախի, Սփյուռքի մեր հայրենակիցները Հիսուս Քրիստոսի արձանի կայքում գրանցվել են ու հիմա այստեղ են սեփական աչքով տեսնելու իրենց ներդրումն ունենալու պատմական այս իրադարձությանը։ Այս հնարավորության մասին Գագիկ Ծառուկյանը ավելի վաղ էր խոսել ու հանձնարարել մեխանիզմներ մշակել, որ ցանկացած հայ աշխարհի որ ծայրում է լինի, կարողանա մասնակցել այս մեգանախագծի ստեղծմանը։ Ուզում եմ մի հատ բոլորիդ առաջին հերթին ողջունել պարոն Ծառուկյանի անունից։ Ցավոք այսօր պարոն Ծառուկյանը չկարողացավ մեզ միանալ, բայց կարծում եմ դեռ առիթներ հանդիպելու կլինեն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այսօր այստեղ լինելու համար ու նաև այս ամիսների ընթացքում Քրիստոսի արձանի շինարարության գործընթացի նկատմամբ հետաքրքրություն ունենալու համար։ Այսօր ձեզանից յուրաքանչյուրին ընձեռված է պատմական հնարավորություն իր մասնակցությունը ունենալ այս գործընթացին։ Մեկ դույլ շաղախ լցնելու, մեկ քար դնելու, ամեն մեկը ձեր մասով մասնակցություն ունենալու այս գործընթացին, որովհետև իրականում, ինչպես պարոն Ծառուկյանը նշել է իր հրապարակային խոսքում, սա ազգային կառույց է լինելու, որտեղ յուրաքանչյուր հայ իր մասնակցությունը պետք է ունենա։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն ասեմ Արցախի մեր հայրենակիցներին, ովքեր առիթը բաց չեն թողնում միանալ մեզ ու գալ Հատիս։ Առաջիկայում տարիներ հետո հնարավորություն ենք ունենալու հպարտանալու ամբողջ աշխարհում, որ ամենաբարձր արձանը Հիսուս Քրիստոսի ունենք մենք Գագիկ Ծառուկյանի շնորհիվ։ Քաղաքացիները տպավորված են ու մեծ է ոգևորությունը, որ իրենց լուման են ներդնում 101 մետր բարձրությամբ Փրկչի արձան համալիրի կառուցմանը։ Լիահույս են, որ համազգային ու համաքրիստոնեական այս նախագիծը կմիավորի աշխարհասփյուռ հայերին եւ մեր երկիրը ավելի ճանաչելի կդարձնի ամբողջ աշխարհում։ Շատ տպավորված ենք, այն ճանապարհը, որը գալիս ենք, հսկայական աշխատանք է կատարված, ու եկել ենք տպավորվել ուղղակի կառույցով, այսպես չէինք պատկերացնում։ Շատ ուրախ ենք, որ մեզ այդպես հնարավորություն է ընձեռում, մենք մեր բաժին քարը դնենք այդտեղ։ Ես Գերմանիայից եմ եկել, մեծ գործ են անում այստեղ, շնորհակալ եմ ես։ Ես շատ եմ շնորհակալ, որ հնարավորություն ունեմ ներկա գտնվելու շինարարության աշխատանքներին։ Ես Արցախից եմ, յուրաքանչյուրս մեկ քար դնելով կարծես թե ամբողջացնում ենք այն պատմական հայրենիքը, որ ունեցել ենք դեռևս Տիգրանի օրոք։ Տեսարանն էլ ցնցող է, իրոք համահայկական եւ այսպես համաշխարհային գործընթացի սկիզբ է եւ համաքրիստոնեական։ Վերել ենք Արցախից հող, որը Մոխրաթաղ գյուղի հողն է, որտեղ կառուցվել է 19-րդ դարի եկեղեցին։ Մեծ երազանք ենք պահել մենք բոլոր ընտանիքով, որ հաջորդ այսպիսի մեծ եկեղեցու եւ արձանի կառուցում լինի նաեւ Արցախում, հենց մեր գյուղում։ Ներկաները մեկ գլխավոր ցանկություն ունեն, որ այս արձանով մեր երկրում նոր հույսերի ու հաջողությունների էջ բացվի։ Հզոր անհատականություն է պարոն Ծառուկյանը, որ կարողացավ նման հզոր որոշում ընդունել եւ իրականացնել։ Աստվածահաճո գործ է կատարում, որովհետեւ առանց Աստծո կամքի նման երևույթներ չեն լինում։ Եվ մեր իրականության մեջ այս եզակի դեպք է, որ պետականորեն քրիստոնեություն ընդունած երկրում վերջապես պետք է կանգնի Քրիստոսի արձանը։ Շատ հետաքրքիր օր է, վերջերս հիշում էի, որ Երևանյան լճի կառուցին եմ մասնակցել երևի 6-7 տարեկանում, հիմա 70 կինեմ եւ մի հատ շատ ավելի հզոր ինչ-որ աշխատանք է դեմս կանգնած, որ չգիտեմ բառերս ինչպես արտահայտեմ, սա մեծ տոն է երևի մեզ համար, այս ծանր մեր օրերին
այս կառույցը մեզ մեծ հույս է ներշնչելու։ Աստված օրհնի այս գործը։ Շատ լավ գործ է արվում թե մեր ազգի համար որպես քրիստոնյա, թե զբոսաշրջիկների համար, թե ընդհանուր պետության զարգացման համար նաև։ Սուրբ գործ է, քանի որ նման արձան ունենալ Հայաստանում դա իսկապես հպարտություն է։ Որպես վկայություն կամավորները Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան համալիրի շինարարական աշխատանքներին մասնակցելու համար հավաստագիր են ստանում եւ վերջում 2500 մետր բարձրության վրա միասնական շուրջպարեմ։ Իզաբելլա Հովանիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայելյան, Էպիկենտրոն։